Փետրվարի 6-ն է Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում ենք, որտեղ այս պահին հավաքվել են քաղաքացիների մի մասն է, որտեղ մեծ մասը այս պահին այս ժամին աշխատանքի են, թե չէ իրանք էլ էին տրամադրված, որպեսզի այստեղ լինեին եւ բարձրաձայնեին իրենց խնդիրը, որ հիմա այս մարդիկ հայտնվել են կոտրած տաշտակի առաջ, մոտ 15-16 տարի առաջ ՄԱԿ-ի կողմից այս շենքը, որը քոլեջ է եղել կամ ինչ-որ ուսումնական հաստատություն է եղել, տրամադրել են այս մարդկանց, որպեսզի իրենք բնակվեն եւ իրենց այն ժամանակ ասել են, որ դուք ոնց որ ժողովրդի լեզվով ասած ցմա մնալու եք այստեղ, բայց հիմա իրենք ահազանգեր են ստացել եւ նաեւ այցելություններ են ունեցել, որ հայտնել են, թե սոցիալ նախարարությանն է փոխանցվել արդեն այս երկու շենքը ու սոցիալ նախարարությունը ինչ որ ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ այդ ընկերությունից ժամանել են այստեղ քաղաքացիներին, բնակիչներին, որտեղ մնում են մոտավորապես 250-ից 300 քաղաքացի, այդ թվում մեծահասակներ, թոշակառուներ, առողջական խնդիրներ ունեցողներ, երեխաներ, ինչպես նաև հղիներ, որոնք պատրաստվում են այս նույն շենքում մեծացնեն իրենց ապագա երեխաներին, իրենց ասել են, որ դուք պայմանագիր պետք է ստորագրեք, պայմանագիրը պետք է կնքեք եւ 1 տարի հետո պետք է լքեք այս շինությունը։ Հետաքրքիր է, այս բնակության վայրը, հիմա դուք տեսնում եք, բնակության վայրը, որ այս մարդկանց հանեք այս բնակության վայրից, այս մարդիկ որտեղ է մնալու, մինչդեռ այս մարդիկ հավատալով ՄԱԿ-ին, ՄԱԿ-ը գիտեք, աշխարհում ընդունված կազմակերպություն է, ստացվում է, որ ՄԱԿ-ը թողներեն ինձ ՄԱԿ-ի ներկայացուցիչները խաբել է։ Հիմա իրանք խնդրում եմ ժողովուրդ ջան, առանց իրար խանգարելու համառոտ ներկայացրեք, ինչքան ժամանակ եք ստե մնում եւ 15 տարի։ Հա, 15 տարի, հա։ Այո, այստեղ եմ, մայրիկս եկել է Կիրովաբադից։ Լաչինյան Սիլվանա, ես 89 թվականից փախել եկել եմ։ Ինձ ասեցին паспорտը փոխի, Հայաստանը ընդունել եմ։ Ինձ Ով է դա ձեզ ասել։ Հանրակացարան։ Հա։ Հիմա որոշել են իրանք տարբեր ամեն տարի մեզի չարչարել են, լացացնելով այսօր դուրս կգաք, վաղը դուրս կգաք։ Մեկ չեք կարացել 15 տարի, 16 տարի ստա ապրել ենք, վախ-վախելով ենք ապրել։ Շատ ներողություն, բայց ձեզ ասել են դուք հիմնական մնալու եք այստեղ։ Մագ ասել է, որ հիմնական այստեղ մնալու ենք։ Եվ այդ պայմանագիրներն մեզի դրվել է, ունենք այդ պայմանագիրները ՄԱԿ-ին։ Որ դուք ձեր կողմից բարեկարգել եք, ռեմոնտ ամեն ինչ արել ենք, չեք, ամեն դուները մտնես սիրուն ռեմոնտով, բանով, մենք արել ենք, մենք ձերքով արել ենք մեր ռեմոնտները։ Բայց ՄԱԿ-ի գրասենակը Հայաստանի ներկայացուցիչությունը, ձեզ ներկայացուցիչն է, ձեզ ասել են անվճար սա միջև ձեր կյանքի վերջ ցմա մնալու է ձեզ։ Փաստաթղթերը մեկ ունեք։ Եվ փաստականների կոմիտեն ՄԱԿ-ի հետ միացել։ Մենք որ գազդենաս տեղամենից է փախստական է։ Եթե մենք չստորագրենք, 3 օր ժամանակ ունենք, դուրս ենք գալու։ Դա ով է ձեզ ասել։ Պոակը։ Չէ, սոցիալ նախարարությունից, Օթևան կազմակերպությունը 3 օրվա ժամկետ են տվել, եթե մենք չստորագրենք, մենք դուրս ենք գալու։ Իսկ իրենց չեք ասել, որ մեզ ՄԱԿ-ը տվել է, այսպես պատասխան։ Իրանք տեղյակ են։ Մեզ պատասխանեցին, որ հիմա փոխանցել են մեզ, դուք որտեղ ուզում եք գնացեք, բողոքեք, դիմեք, հիմա մերն է պայմանները, ստորագրում եք, կմնաք, չեք ստորագրում, օրենքի ուժով դուրս եկեք։ Սոց նախարարություն նամակ ենք ուղարկել։ Ինչ են պատասխանել։ Նրա ուսում մարդու իրավունքների պաշտպանին եմ դիմել, մարդու իրավունքների պաշտպանին են պատասխանել, որ այո, իրանց 1 տարի ժամկետ ենք տրամադրել, 1 տարի հետո մենք կորոշենք ով է մեր չափորոշներին համապատասխանում, իրանք կմնան, ովքեր չէ դուրս են գալու։ Ում բալերը հերիքում է անապահով է, կմնա։ Բայց իրանք չեն էլ շեշտում ինչ չափանիշներ։ Ով է անապահով հանդիսանում, իսկ մնացածը անորոշ վիճակ, շատ լարված ու հոգեպես շատ։ Բա երեխաները ինչ վիճակում են։ Երեխաները դե հաշմանդամներ էլ կան։ 15 տարեկան է, ես հիվանդանոցից էլ նոր եմ դուրս գլվել։ Մարդիկ զորով աշխատում իրաց գործունեությունը պաշտպանում։ Այսօր բոլորը ունեն հացի խնդիր, եթե բոլորս բնակվում ենք մեկ այս շոտ շենքում, այս շենքում, ուրեմն բոլորը հավասար են։
հարուստ ու աղքատ չկա եւ եթե հնարավորություն ունենային մարդիկ բնակարան ձեռք բերելու շատ վաղուց ձեռք կբերեին։ Ժորդ իսկ ձեր հետակա քայլերը եթե չընթառաջեն ձեզ Չգիտեի։ Ինչ կառույց որ Անգես կարող ենք չգիտեի։ դնել։ Անգես Փաստականի կարգտան երկրից Եթե լքեք։ հիմա մենք այդ մի տարվա պայմանագիրն է ստորագրենք, դա ոչինչ չի փոխելու։ Իրենք մի տարի հետո գալուն ասեն հելեք Միգուցե եւ չասեն թե եկեք, բայց անորոշ թողում են, ասեն պայմանագիր ստորագրել։ Հեսա երեխեք։ 15 տարի ապրել է, ուր գնա։ Այս երեխեքին տեր չեն կանգնում եւ որ հերթը գա ծառայության կամ եսի ինչի կասեն կամ ընտրություններ լինի, կասեն Ժորդ իսկ կներեք ինչ չեք ուզում Երևան հանդիպեք սոցիալնախարարի հետ Այո, բացատրեք իրավիճակը ներկայացնեք Մեկ երեք դիմում եք ներկայացրել վարչապետի ուղարկվել է սոցնախարարության էլ եք բայց դեռ պատասխան չկա պատասխանը 3 օրվա ընթացքում պետքա տան Էլ ինչ պատասխան գրեք, որ մի շաբաթ ժամանակ հետևես ստորագրել։ 3 օր չունենք չէ, մենք զանգահարեցին Հիմա այստեղ հավաքված քաղաքացիները այս բնակիչները խնդրանքով դիմում են կառավարությանը հենց անձամբ վարչապետին պարոն Փաշինյանին որպեսզի հարցը լուծվի հրատապ կարգով որովհետև մարդիկ ասում են չգիտենք 1 տարի հետո կարող գան եւ բոլորին դուրս անեն այստեղից կներկայացնեք մի հատ Էսի 2011 թվին մեզի ուղարկված ուղեգիրն է որտեղից է ուղարկվել միգրացիոն ծառայությունից որ իմ ընտանիքը իրավունք ունեք մտնեք այս սենյակը շեշտված է որ սենյակը քանի հոգով ու մեզի այն ժամանակ ասել են որ այս տնից ոչ մեկը ձեզի չի կարա հանի ես դաժե եւս սենց հարց եմ տվել Վաստված ոչանի, եթե ես մահանամ, որ ես փաստական եմ, ինձի տրամադրել է։ Ես մահանամ, կինս էլ չլնի, իմ երեխեքին հնարավոր է հանեն։ Ասել են ոչ, այդ ցուցակի մեջ ով կա իրավունք չունեն այդ մարդկանց ստեից հանեն։ Ժորդ կանոնավորել հոսանքի մուծումներ եք արել, ջրի մուծումներ արել եք, պարտաճանած որպես սպառողներ Հեչ մեկը մի չեմ արմորից մեկը չուշ ասացել։ աղբը բանը Այո Խոսքի մարդ կա այս շենքի մեջ, որ ինքը իր տունը սարքելու համար, ռեմոնտ անելու համար մի 4 միլիոն 5 միլիոն փոխ է։ վարկա վերցրել, հա։ Ես եւս շեշտել եմ, իրանց հարցը տվել եմ։ Եթե ես իմանայի այդ կարգի վիճակը հայտնվելու, թե ես պետք է այդքան ռեմոնտ անեի։ Ես վարկը վերցրել եմ, ռեմոնտը արել եմ, այսօրվա դրությամբ մի տարուց հետո կամ հիմա ազատեմ իմ սենյակը։ Ես կուզենայի վարչապետին, մեր պարոն Փաշինյանին խնդրեի, որ մեզ այստեղից դուրս մի հանեք։ Մեզ դեռ չունենք գնալու։ Աղջիկ երեխա ունեմ 15 տարեկան Ապագան հոգեվիճակը զիգոր է դառնալու։ Այդ երեխան ասում է մամա ես որտեղ եմ գնալու իմ սենյակը ոնց թողեմ 15 տարի մեծացրել եմ ստե այդ երեխուն բոլորը Ստեղից նաև երեխեք են չէ գնացել բանակ Իմ Փաստական երեխուներ են։ փաստական երեխու կարգավիճակով ծառայած տղերք ունենք մեկնել իմ աղբերն Ես Շահամյանից եմ եկել, կներեք, Շահամյանից, 92 թվին Շահամյանից եկել եմ, հա, միչև 21 թվին նոր ես ուրիշի տներում եմ ապրել, 21 թվին նոր ես տունը տվել եմ, ես 5-րդ տարին է, որ ես դա ապրում եմ, ես ունեմ սերտիֆիկատի գումար, 97 թվից, իմ սերտիֆիկատի գումարը չեն տվել, խնդրում եմ Փաշինյանին, թողից տնով ապահովի, իրանց Աբե տունը ունեք էլ ինչ ապահովելը որն է Տունով ապահովի նոր կա, ես չեմ ստորագրելու, այստեղ չեմ ստորագրելու, ես ստորագրություն չեմ տալու, ես պատրաստ եմ չեմ տալու ստորագրելու, որևէտև էտա Շահմյանից թողած ուննա, էտ եմ ինձ տվել, իմ տղա, ես փախստականի կարգավիճակով, իմ տղան 2 տարի գնացլա ծառայել, որը որ չպիտի գնա ծառայել։ Եթե մենք չստորագրենք սա, այս պայմանագիրը 1 տարվա, մեզ 3 օրվա ժամկետ ունենք, մեզ հանում են դուրս, մարմիններով։ Բայց հիմա ես ծավել երեխեքը դպրոցում են։ Հա դե դպրոցում են, ծնողները աշխատում են Սաղ չենք հավաքվել, չենք կարեցել սաղովի հավաքվենք, որտեղ դպրոց եմ։
47 ընտանիք է, Շամշան ջան։ Ընդհանուր 47 ընտանիք, չէ։ Այո։ Ընտանիքա 3 հոգի է, 5 հոգի է, 6 հոգի է։ Մենք մեր ընտանիքը 4 հոգի ենք։ Հա։ Դե ընտանիքներ կա 6-7 հոգի են, էլի։ Մենակ ես եմ աշխատում իմ տանը։ 6 երեխա։ 6 երեխա։ Փախստական են 6 Հիմա այդ 6 երեխեքով կարելի ասել ասում են հելեք դուրս էլի։ Ես էլ 4 հոգի ենք մեր ընտանիքի մեջ։ Ես սրտի մեջ այդ երեխեքը որտե դա։ Ու բոլորն էլ անչափահասներ են։ Հա, անչափահաս են 6-ը։ 6-ն էլ անչափահաս են։ 5-ն էլ դպրոց են գնում։ Հենա դպրոցը մեր դեմն է, դիմաց։ Հիմա ունեք վտանգ, որ ամեն պահի կավական, եթե չեք ստորագրում, ասում են դուրս արեք։ Պայմանագիր այնպես է կապված, որ այդ 1 տարվա ընթացքում էլ իրանք կարողա որոշեն։ Մենք կարանք մնանք, թե չենք կարա, եթե ինչ-որ Կաղա պայմանագիրը ստորագրես, 10 օր հետո գան ասեն, պայմանագրի բոլոր կետերը իօգուտ են իրանց։ Իօգուտ որպես բնակիչ չկա։ Եթե վեճ լինի կամ ինչ-որ բան, իրանք են որոշելու ով է ճիշտ ով։ ժողովուրդ, իսկ կներեք, չեք ուզում նաև մի հատ էլ դիմեք ՄԱԿ-ի գրասենյակ, ասեք ձեզ հավատալով, դուք մեզի օգնել եք, մեզի պաձեշկա է կարե։ ՄԱԿ-ի գրասենյակ ունի, այ կուցավը տանեմ։ Երևանում ՄԱԿ-ը գրասենյակ ունի, մի հատ ՄԱԿ-ի գրասենյակ էլ դիմեք։ Բայց պայմանագրի մեջ մի բան են շեշտել, մենք ինչ որ մեր բնակարանը, որը ստացել ենք, փլած է եղել։ Ես իմ անձնական Էդի ասել են, էդի արդեն ասել են, գիտեմ։ Հիմա ասում են, մենք պատասխան Համեցեք։ Որտեղ ենք Համեցեք։ 15 տարի որտեղ ենք Արդ մեր տունը մտեք։ Հիմա սա ձեր տունն է։ Այո, ես միջև վերջ չեմ ավարտել ռեմոնտս, բաղնիկը իդեալական սարքել եմ, կուխնյայի հարցը լուծել եմ։ Սա ձեր միջոցներով էլի։ Այո։ Բայց ինքը կիսա ավերակ է եղել, էլի։ Այո։ Դաժե հեսա կարանք ցույց տալ ինչ ավիրակ տներ են եղել։ Որ տվել են ձեզ, հա։ Այո։ Հիմա ասեք քանի հոգով եք ապրում։ 5 հոգով։ Երկու սենյականից բնակարանա, իմ ուժերով այսքանը ես արել եմ, ալա չեմ ավարտել ամբողջ։ Բայց գնացել եք վարկ եք, վերցրել եք, բան եք արել։ Ես 82 թվից մինչև այսօր պետական աշխատող եմ։ Պետության հարկ եմ ուծում ամեն ամիս։ 90-ականներին ես երկագծում աշխատում էի։ Բլոկադայի ժամանակ գնացել եմ Նորաշենից, թուրքերի մոտից, գնացքով ապրանք են բերել, բենզինը, մազուտը բերել են, որ տեցը չկայնի։ Իսկ այսօր ձեզի ասում են տնից ելեք։ Այսօրվա դրությամբ իրաց էլ շեշտել եմ էդի։ Այսօրվա դրությամբ ինձի հանում են դուրս։ Ձեր ընտանիքին, բոլոր 47 ընտանիքի։ Նույն պայմանագիրն է։ Էնա բաղնիկի ամբողջությամբ կապելապատել է։ Տունը ռեմոնտած չի որտեղ են ցայել սաղի տներով։ Հա, ուր է։ Հիմա Ես Փախստական Շահումյանից եմ։ Ասել եք։ Իմ տուներն են էս մի կերպ, Այս խոնավության մեջ ոնց եք ապրում։ ռեմոնտ արել ենք մենք։ Այս դուները էսենց են։ խոնավ, այս էս խոնավ ա եղել, հեսա արի ցույց տա։ Հեսա։ Հələ ես մի անգամ ռեմոնտ եմ արել։ Ես կնիկ հալով։ Սա տված են մեզ։ Սաղ պատերը հենա խոնավա։ Էսենց դվերեն։ Հեսա, սենց ա եղել, նայտես։ Այս է սենց ա եղել։ Հենա նահա։ Նայտես այսպես խոնավ ա եղել։ Սենց։ Էստե ինձ տվել են 9 հոգու, իմ բազմազավակ երեխեքը դրսում են հիմա։ Դրսում։ Հիմա հա, ոչինչ, վնգակ, ոչինչ։ Հիմա էտա, ես խնդրում եմ պարոն Փաշինյանին, թող ինձ տնով ապահովի։ Նա տունը ունեք, թողեն։ Եթե այս տունի Էսի մեր դուներն է։ Հիմա ոչինչ իմ երեխեքը դրսում է մնացել։ Մենք ուզում ենք մեր դուները մնանք։ Պարոն Շամշան, կգաք մեր տունը։ Հելանք մեր դուննալ դես մի հատ։ Այդ մարդիկ սենց է ռեմոնտ արել։ Իմ ուժը չի պատում, որ ես ռեմոնտ անեմ։
Այգե, տավեցեք։ Այս ամիրը ուստում։ Ես էլ դուք ձեր ուժերով վերանորոգել եք։ Համար չկա տանը։ Ես Ումը տղամարդ չունի, կին առ Թող իրեն, հա։ ստեցի շենքից են ստեղ ուղարկել, արդեն 15 տարի է ես ստեղ ապրում եմ։ Բայց այդտեղ ավերակ ա եղել, դուք ձեր միջոցներով եք վերանորոգել։ Վերանորոգել ենք դռները, դաժե պարավոյ եմ քաշել։ Ասել եմ, որ մշտական քոնն է էսի։ Քեզ իրավունք չունի ոչ մի։ Գազ էլ կա, չէ։ Ու վճարումները կանոնավոր գազ։ Գազը անցկացնելու մի կետի համարել եմ, 2 կետի համարել եմ։ Հա, ճիշտ ասեմ, վճարումները կատարում են։ Բա հիմա ոնց կարող է մի օրվա Գարանտ մեջ մի փաստենք կար ժամանակ վճարումները։ դուրս արի ինչ չի հետաքրքրում։ Քո համար ես արել պայմանները ստեղծել։ Այդ նշանակում է ու մեզի ինչ ասում, ասում 15 տարի առանց վարձի ապրել եք Առանց ստեղ։ վարձի ապրել Հիմա եք։ գումար եք ուզում ձեր ռեմոնտի համար։ Էս էլ իմ զահն է, համեցեք նայեք։ Դա սարքել եք, վերանորոգել եք ինչքան։ Սկսել եմ սարքել սենյակ։ Ամեն ինչը մեր պայմանների համար արել ենք։ Ախր ոնց ուր գնանք։ Բա Ադրբեջանից հանեցին բերին ստե, հիմա Հայաստանից ուր գնանք։ Տեղ չկա, թող տեղ ասեն գնանք։ Մենք բادرազմից փախեր ենք, Իրաքի բادرազմից։ Փախեր ենք։ Հələ ախորս տղեն էլ զոհվել է այս վերջի պատերազմ։ Բանոց կլինի։ 44 օրվա, հա։ 30-29 տարեկան տղա համասարանը ավարտած։ Ինչքան կարելի է ժողովրդին ճնշել։ Ոնց ես դու գալի ասում, դուրս արի գնա ինձ հետաքրքիր չի։ Ինչ կարելի է, բա ուր գնանք։ Բա հայը քեզ նեղի։ Բա էլ Թուրքից ինչի ենք նեղանում։ Նոր հանկիստ օրով ասում են, չստորագրեք պայմանակի։ Բա Վախեցնելով։ Ստորագրեք 42 ժամվա մեջ։ Ցեզի 42 ժամվա մեջ մենք բերենք դատարանում ցեզի ավրակների դուրս գցենք։ Այդ դրանք Էդի ով ասե։ Իրենք աշխատողները ինչ անուն աշխատող։ Կազմակերպության անունը ոնց էր։ Անունը ոնց Օթևան, չէ։ Իրանց պայմանագիրը։ Հա, մի հատ պահեք։ Ահա, նայեք։ Էսի ուղեգիրն է։ Ծանուցումն է։ Պայմանագիրն է, հենա, Պայմանագիր պայմանագիր։ տակինն է։ Հեսա, բա խելքեն թողել։ Միանգամից գան։ Էսի պայմանագիրն է։ Էսի է պայմանագիրը։ Սա է Ծանուցումն է։ Հա։ Այգե, դիտեք։ Բարև ժողովուրդ ջան։ Այն ամեն պայ սպասում եք որ կաղական տնից անեն, չէ։ Հա։ Էսի լրիվ ավիրակ ա եղել դուք ձեր միջոցներով։ Ամեն մեր միջոցով։ Մեր միջոցով։ Հիմա այստեղ քանի հոգի եք ապրում։ Մենք ստե 4 հոգի ապրում ենք։ Մենք որ նստիկ դունի մեջը մաքուր դուն հույրերնից գադենա դուներս մաքուր եկինի գսերեն ոսկիները ամենը ձախեցինք որ մենք էս դունը նորոգենք։ Դու Որ հենա մետլախով ամեն ինչով նորոգել ենք։ Հիմա ասում են պայմանագիրը ստորագրեք։ Պայմանագիրը ստորագրեք, մեզ չի դա։ Ցեզի ով ասեց անեք ձեր դուները ռեմոնտ։ Այդ խոսքն ասում։ Ով ասեց ցեզի։ Մենք ասել ենք ցեզի։ Բայց մակը Մագը ունի պայմանագիրը մագին, տեսակ չէ։ հա, մակը ասել է դուք ծմա մնում եք, էլի։ Հաբա։ Նստեք ինչքան։ Նստեք, մեկի ցեզի չի հանել ստեղ։ Իսկ հիմա եկել են ասում են պայմանագիրը ստորագրեք, կաղաստարագրեք 2 օր հետո, մի ամիս հետո գանասեն հելեք։ Գան ասել եք, երես պայմանագիրն է դիտո, հնարավոր է։ Դարիով պայմանագիրը ստորագրեք։ Պայմանագիրը Մեկ տարի հետո չենքիտնա ինչ միդելլա։ Բայց կարող է 1 տարին առաջ է պայմանագիրը մեջ։ որովհետև հսկողություն պիտի լինի, կարող է ամեն ամիս գան մեր մոտ ստուգեն, ասեն այս պայմանը մեզի դուր չի գալի, պիտի դատարկեք այդ տունը։ Կարսեր էլի գաղութ։ Գասի, հա, գասի։ Ես իմ տունը ռեմոնտ եմ արել, ասա այն ժամանակ որ փլատակ էր, գայք այդ ժամանակ տեսնեիք։ Ահա։ Այս սաղ ձեր ուժերով վերանորոգել եք։ Իրա ուժերով։ Աշուն մեկի կերեն ուժերով, արել ես իմ դունս ստեղը խոնավությունից, երեխեքս հիվանդանոցներ դարի կծրել երեց, խնավությունի, խոնավ էր, բրներեմ պերերեմ, բաքսի տրերեմ, որ երեխես գրնան ստեղ շուտ բկաշեն։ Դները Եվ մեկ բարգան, որ խոսում եք մի հատ բանով։ Այս լելի ձեր ուժերով Այո, մեր ուժերով ես սա եղել եմ հատ մեծ սենյակ, կիսել եմ իմ աղջիկ երեխենա, իրան սենյակ եմ սարքել։ սաղ դուք եք սարքել եք էլի։ Այո, սաղն ենք, այստեղ Ու հիմա եկել են ասում են դուրս տեք։
գաք, եթե մի տարվա ստորագրություն չլինի, դուրս եք գալու։ Որ տվել եք, ես խի եմ ռեմոնտել, դիմախի եք վերցնում։ Խնդրում եմ, Ես պարոն ուրեմն Փաշինյան, չէի շատ եմ խնդրում, այս հարցին լուծում տվեք։ Ես Ցավը իմ երեխաների հետ փողոցում չհայտնվեմ։ 50 տարեկան կնիկ կարաս դա է։ դու Ոչ մի բան չեմ ուզում։ Ոչ մի բան, եթե տվել եք, ընդունել եք մեզ այստեղ, 15 տարի մենք ապրում ենք, խնդրում եմ, շատ եմ խնդրում ձեզ։ Այս հարցի լուծումը մի հատ վերանայեք։ Երեխեքը մնում են փողոցում, 3 օր ունենք ժամանակ։ Խնդրում ես չգիտեմ։ Շատ եմ խնդրում։ Հայաստանի քաղաքացի ենք, աղաչում եմ ձեզ, այս հարցին լուծում տվեք։ Ես չեմ էթա, ես այս տնից դուրս չեմ գա։ Ես այս իրավաբանից փախել եկել եմ, ըստեղել եմ փախչելու։ Ուր փախչեմ։ Սա էսա դու Ուր փախչեմ։ խոհանոց եք սարքել ձեր համար։ Ուր փախչեմ։ Հա? Ուր փախչեմ, ուր գնամ։ 5 հատ թոռ ունեմ, 5 հատ։ Էսա, հա։ Մենա փոքր նստած է։ Մենա փոքր է Ուր նստած։ վերցնեմ տանեմ էտերը։ Ես մեդեքին եմ այս տարիքի, 60 տարեկան կնիկ, ինձ ով է նայում։ Մենա փոքրս։ Հա? Բա, ինչ անած, այդ ցավը տանեմ, խնդրում եմ ձեզ, օգնեք։ Այս մարդկանց մենակ իմ համար չի, այս մարդիկ հել են ուր 47 ընտանիք։ 47 ընտանիք։ ուր եկան, մեռնեմ քեզի, ցավը տանեմ, հա? 45։ Անա ֆոտոն Հայաստանը ունի, Հայաստանը ունեցի, եք անում։ Էլի կարիք կա տնել Չէ, չէ, սա նույն վիճակն է։ Խղճով։ Ռեմոնտ արածա։ Ոմանք մարդիկ Մեր կարողացել են ուժերով, անել։ մեր ուժերով ռեմոնտ ենք արել։